Երկաթգծերի մոտ կիսավեր տնակում բնակվող Անահիտի եւ իր երկու երեխաների պատմությունը սպասվածից էլ մեծ արձագանք գտավ։ Հեռուստադիտողին այս ընտանիքի պատմությունը շատ հուզեց։ 29-ամյա Անահիտը երեխաներին մեծացնում է այս լքված, սաղտոտված ու կյանքի համար վտանգավոր միջավայրում։ Շատ կուզենայի տնակս վերանորոգվեր, գոնե մասնակի չափով էլի, պահարան, բան, ոչ մի բան այստեղ կարող եք մտնել նայել։ Չունեմ շորը տոպրակների մեջ, կառավաթը լրիվ ջարդված փոքր կառավաթա երեխաներդ այդտեղ եմ քնում։ Ինչպես եւ միշտ այս անգամ եւս մեր գործընկերները օգնության ծրագրից ու օժանդակությունից անմասն չմնացին։ Առաջինը լուծեցինք տնակի վերանորոգման եւ բարեկարգման խնդիրը։ Այս հարցում օգնության շտապեց Կարքին շինանյութ խանութների ցանցը։ Կարքին շինանյութ ընկերության կողմից ձեզ բերել ենք ավազ եւ ցեմենտ, որպեսզի մի փոքր բարեկարգեք եւ վերանորոգեք ձեր տնակը։ Եվ այսուհետ ինչով կկարողանանք ձեզ փորձենք սիրով աջակից լինել։ Կարքին շինանյութից անչափ շնորհակալ եմ, որ եղան իմ ընտանիքի կողքին, աջակցեցին ինձ, որպեսզի ես իմ տնակը վերանորոգեմ, քանի որ դրա անհրաժեշտությունը շատ կար։ Տան իրերի պակասությունը լրացրինք մեր մյուս գործընկերոջ Բազմոց գրուպի օգնությամբ։ Եվրոպական ստանդարտներին համապատասխանող գեղեցիկ ու հարմարավետ այս բազմոցը Անահիտին շատ ուրախացրեց։ Տարիներ շարունակ երազել էր այս մասին։ Ոչ չէի պատկերացնում, որ այսպիսի մեծ բավականին օգնություն կլիներ Սուրանկյան հաղորդաշարի կողմից։ Շատ ուրախացել եմ բազմոցի համար։ Դռներ ու պատուհաններ արտադրող Էկոկոմֆորտ ընկերությունն էլ, որ մշտապես կարիքավոր ընտանիքների կողքին է, ծանոթանալով Անահիտի պատմությանն ու ընտանիքին պատուհասած խնդիրներին, որոշեց նրանց աջակցել ֆինանսապես։ Անահիտ ջան, Էկոկոմֆորտ արտադրամասը ծանոթացավ ձեր ընտանիքի պատմության հետ եւ ցանկացավ ինչ-որ չափով օգնել ձեզ։ Ահռոչ եղեք, թող ձեր կյանքում միշտ ձեր փորձությունները լինեն հաղթահարելի։ Շնորհակալություն այժմ ձեզ Էկոկոմֆորտին, որ իմ ընտանիքի կողքին եղավ։ Իսկ ահա մեր մյուս գործընկեր լավն ասառեցված մսամթերքներ կրող ընկերությունը իր մեծաքանակ արտադրատեսակներով երջանկացրեց ընտանիքին եւ ապահովեց նրանց երկարատև սննդի պաշարը։ Ներկայացնում եմ լավնա մսամթերքներ կրող ընկերությունը, որը որ սուր անկյունով նայելով ձեր պատմությունը որոշեց իր ապրանքատեսականիով ինչ-որ չափով օգնության ձեռք մեկնել ձեզ։ Հուսով եմ կհավանեք մեր տեսականին։ Ու երկար ժամանակ չեք ունենա մսամթերքի կարիք։ Այս ամենը բոլորը ձեզ։ Շատ շնորհակալություն ձեզ, լավն անկերությանը, որ եղաք իմ ընտանիքի կողքին, իմ բալիկների կողքին, աջակցեցիք մեզ սնունդով։ Անահիտն ու Անգելինան նաև սմարթֆոններ ստացան մեր գործընկեր Mobile Center խանութի տնօրինության կողմից։ Փոքրիկ աղջնակի համար հեռախոսը չափազանց սպասված նվեր էր։ Երբևիցե ես չեմ կարողացել գնեմ իմ երեխայի համար հեռախոս, հիմա դուք մեզ նվիրեցիք, դա իր համար մեծ զբաղմունք կլինի։ Բնականաբար այսքանով չսահմանափակվեցինք։ Մենք չենք մոռացել Անգելինայի մյուս խնդրանքի մասին։ Այս հարցում էլ մեզ օգնության հասավ Farix Group ընկերությունը։ Հենց նա էլ աղջնակին իր երազանքների մահճակալը նվիրեց ու հենց վարդագույն, ինչպես ինքն էր խնդրել։ Տեսնելով ձեր տան պայմանները հասկացանք, որ ունեք շատ իրերի անհրաժեշտություն եւ որոշեցինք, որ ձեր փոքր աղջկան նվիրել մահճակալ։ Իր երազանքը կատարվեց, ինքը շուտվանից էր երազում, ամեն անգամ ասում է մամա ինձ մահճակալ կառնես, ինձ ասում է հա Անգել ջան, հենց գումար ունենամ կառնեմ։ Բայց այսօր Սուրանկյան շնորհիվ բերեցիք մեզ մահճակալ, բալիկս դրանից շատ ուրախացավ, ես նույնպես։ Ես հենց այս մահճակալն ուզում էի, իմ սիրած գույնն է։ Ամեն օր սպասելու եմ, որ երբ եմ էսից մահճակալի վրան քնելու։ Արգավանդեյեմն էլ երեխաներին գրասեղան ու մանկական աթոռեր ուղարկել, որ փոքրիկները դասերին պատրաստվելու ազատ ու հարմարավետ միջավայր ունենան։ Ես շատ էի ուզում գրասեղան ունենալ, մաման դրանից շատ էր նեղում, հիմա ես ունեցա։ Ես իմ գրքերը արդեն մեջը կդասավորեմ։ Կենցաղային տեխնիկայի պակասն էլ լրացրեց Սեչմիածնի PC Electronics խանութների ցանցը։ Անահիտին արդյոք թեյնիկ ու վարսահարդարիչ էին ուղարկել, որ տիկինը առօրյա հոգսերից մի փոքր կտրվի ու թեթևանա։ Այն ժամանակ ես չունեի, իսկ հիմա արդեն ունեմ, այն ժամանակ գումարս վատում եմ մենակ երեխաների սննդի համար։ Իսկ հիմա որ դուք ինձ նվիրեցիք մազիֆենը, ես դրանից շատ ուրախացա, որովհետև ես էլ կարող եմ տան պայմաններում որպես կին ինձ զգալ։ Իջևանի գինու կոնյակի գործարանն էլ ընտանիքի համեղ սննդի պաշարներ լրացրել։ Ուղարկել էին բարձրորակ ու բնական պահածոներ, մուրաբաներ, տարատեսակ կոմպոտներ եւ հյութեր։ Առողջ սննդի հարցն էլ հոգացել էր Արզնի հոլդինգի ղեկավարությունը, որն իր թարմ ու բարձրորակ արտադրանքից զատ ընտանիքին աջակցել էր նաեւ ֆինանսապես։ Ընտանիքի երկարատև սննդի պաշարն էլ հոգացել էր Sunfood ընկերությունը իր առաքած օգտակար ու համեղ արտադրանքով։ Իրանք ինչքան ներդրեցին, թե հոգեպես, թե ֆինանսապես, թե ասենք սնունդի տեսքով, չգիտեմ, ինչով որ եղան իմ ընտանիքին, բալիկների կողքին, կցանկանամ Աստված իրենց այնքան երկար կյանք տա, այնքան ձեռքբերումներ տա,
որ միշտ իրանք լինեն իմ նման ընտանիքների կողքին։ Երեխաների սիրելի Big Life ապրանքանիշի մրգային տարբեր համերի բարձրորակ ու առողջարար դիետիկ յոգուրտները նույնպես տարել էին ընտանիքին։ Չենք մոռացել նաև մանուկներին ժպիտ եւ երջանկություն պարգևող քաղցրավենիքի մասին։ Այստեղ էլ մեզ օգնության հասավ Տավուշ Sweet ընկերությունը։ Անուշեղենի պաշարի մյուս մասն էլ լրացրեց Ռուսկի բիսկվիտ ընկերությունը ընտանիքին ուղարկած մեծաքանակ քաղցրավենիքով։ Շատ եմ սիրում ես քաղցրավենիքը, շնորհակալություն, որ դուք մեզ եք բերել։ Med 911 on-line դեղատան տնօրինությունն էլ ընտանիքին անհրաժեշտ դեղորայք եւ հիգիենայի պարագաներ էր ուղարկել։ Ինտելեկտի եւ հաճելի ժամանցի մեկտեղումն ապահովել էր Edit Print ընկերությունը, տարատեսակ գրքեր ու տետրեր ուղարկելով փոքրիկներին։ Ընտանիքը դրամական օգնություն ստացավ նաև ֆրանսաբնակ Արսենից, Բելգիայում ապրող Արայիկից, Դավիթից, Անտոշկա մանկապարտեզից, ցանցերի աշխարհ ընկերությունից եւ Երևան City սուպերմարկետների ցանցից։ Առաջնայերդ ես ունեմ պարտքեր, որ պետք է տամ, հետո ջրի խնդիր ունեմ, պետք է ջուր քաշեմ տնակ ու առօրյա էլի, այդ գումարը կծախսվի դրա համար։ Մեր առաքելության կողքին մեզնից անպակաս է մեր բարեխիղճ գործընկեր Լեգարա բեռնափոխադրում իրականացնող ընկերությունը։ Այս կարևոր գործում իրենց ուրույն ներդրումն ունեն մեր բոլոր բարերարներն ու գործընկերները։ Նոր տնակը, որ տեսնում եք Անահիտի հին ու մաշված տնակի կողքին, կրկին բարերարների գթասրտության արդյունքն է։ Բարեբախտաբար այս ընտանիքին օգնության ձեռք շտապեցին մեկնել շատերը։ Մեր թողարկումից ժամեր անց էլ Անահիտին տարբեր անհատներ զանգահարել ու իրենց աջակցությունն են հայտնել։ Կարեկից մարդիկ անգամ գումարով եւ կենցաղային իրերով են օգնել օժանդակել ընտանիքին։ Սա մեզ համար իսկապես մեծագույն ձեռքբերում է խեղված ճակատագրից ձերբազատվող հերթական ընտանիքին օգտակար լինելու դիտանկյունից։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, Սուրանգյուն։